բացող աչքերի պատճառով հեռուստասերիալում Սառան պապիկի ավտոմեքենայի բանալին փոխանցում է Նարինեին եւ ասում, որ Արմանն այլևս չի գալու աշխատանքի։ Նարինեն ու Սառան այն մտքի են, որ սա ամենաճիշտ որոշումն էր, որ թե Արմանը, թե Էլան հիմա վատ հոգեվիճակում են եւ լավ չի լինի, որ ամեն օր հանդիպեն։ Նարինեն այսպես է ասում, բայց շատ թե քիչ մտածելուց հետո հաջորդ առավոտյան տանն ասում է իբր ինքը գնում է աշխատանքի, իսկ իրականում գնում է Արմանի տուն։ Արմանը ամբողջ գիշեր չի քնել, տանջվում է, տառապում ու շատ անխնամ տեսք ունի։ Նարինեն մտնում է տուն, տեսնում է նրան այդ վիճակում եւ ասում, որ ամեն մեկը չէր կարողանա Էլայի նման կանգնել իր հոր մարդասպանի դատավարությանը եւ պաշտպանել այդ մարդասպանի որդուն, ստեր հորինել իր հորը սպանողի որդուն օգնելու համար, բայց Էլան դա արեց։ Իսկ դա նշանակում է, որ Էլան դեմ գնաց բոլորին ու ամեն ինչին։ Այն սկզբունքներին, որոնք պետք է, որ նրան ստիպեին ոխերին թշնամի համարել Արմանին։ Ուստի այս ամենից ելնելով, եթե Էլան այդքան սիրում է Արմանին, եթե նա այսքան բան անտեսեց հանուն Արմանի, ապա Նարինեն հարցնում է նրան. արդյոք արժե այսպիսի սերը զոհաբերել ու ամբողջ կյանքում տանջվել գործած սխալից։ Նարինեն ասում է, որ դատավարության ընթացքում Էլան արդեն արել է առաջին ու ամենակարևոր քայլը՝ կեղծ ցուցմունք տալով Արմանի համար։ Ուստի հիմա հերթը հենց Արմանինն է անել հաջորդ քայլը եւ վերականգնել հարաբերությունները, քանի որ եթե նրանց սերը հաղթահարելով այսքան խոչընդոտ չի մարել ու դեռ մի բան էլ ավելի է ուժեղացել, ապա պետք չէ կորցնել այն։ Նարինեն փաստացի խնդրում է, համոզում Արմանին հանդիպել Էլային ու վերականգնել հարաբերությունները, քանի որ Նարինեն որպես մայր այլևս չի կարող տեսնել իր դստեր տառապանքները, որոնք օր-օրի ավելի են սաստկանում։ Հարգելի հետևորդներ, արդյոք Արմանն ու Էլան պետք է հաշտվեն։ Արդյոք ճիշտ է, որ Էլան վերականգնի հարաբերությունները այն մարդու որդու հետ, ով սպանել է իր հորը։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեկտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշորխ կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերս չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորնե Սառայի մատին դրել նշանադրվել է, բայց մնացած մարդկանց հետաքրքրում է։ Ժողովուրդ ուղղակի դնում են, որ չկորցնեմ զուտ, որովհետև ես շատ հաճախ եմ իրեր կորցնում։ Միլենա ջան, հենց Միլենան տեսնում է ինձ, ասում է մատանին վզնացը։ Դրա համար չեմ անում, միայն 3 չեմ դրել, չեմ գրել։ Սառան այսօր չգիտես ինչի որոշել է, որ պետքա տանը մնա, չգա նկարահանման։ Դրա համար ես բռնագրավել եմ իր սենյակը եւ այստեղ եմ զգեստափոխվելու։ Քանի որ մնացել եմ միայնակ Սառայի ննջարանում, որոշեցի բացահայտեմ ինչ որ բաներ Սառայի մասին ու այստեղ գտա օրինակ Սառայի ամենասիրելի գիրքը, դա երկրաչափությունն է 8-րդ դասարանի, 6-ից 8-րդ դասարանի համար նախատեսված։ Սառան ուսումնասիրում է երկրաչափություն։ Էմա ջան, քանի որ դու արդեն հասցրել ես Սառայի պահարաններն ուսումնասիրել, ես քեզ ուղղակի մի բան կխնդրեմ։ Խնդրում եմ իմ մայրենի տետրի մեջ կարգինով նկարազարդումներ չանել սովորությանդ համաձայն։ Եվ հետո մի բան ասեմ, իմացիր, միգուցե չգիտես, ես քեզ ասեմ, դու ինձ շատ ես կարոտել։ Դու ինձ շատ ես կարոտել։ Ուղղակի շատ։ Այնքան, որ անիմաստ ես համարում այսօրվա նկարահանման գնալդ, ունայնություն է տիրում, սենյակում շունչ չկա, էլի, շունչ չկա, չգիտեմ։ Դուրս արի, խնդրում եմ։
Մի խոսքով դիմացիր ես 2 օրից կգամ։ Էլկա ջան, դու կոնկրետ հարմարվել ես, հա, իմ սենյակում։ Եկել է դրսի շորերով նստել մահճակալից վրա։ Ինչ կա։ Ժամը 9 է, այսօրվա նկարահանումներն ավարտված են ու ես ինչպես միշտ միայն ես չէ։ Տեսեք ինչ մեծ պայուսակներով են, ես ճամպրուկով եմ, Ադրինեն շատ մեծ պայուսակով, որովհետև հագուստները շատ են ու հնարավոր չի առանձին պայուսակներով բերել։ Ու այս դեպքում չենք ասում իր այդ վարգիշը, ասում են գնանք մի քանի ժամից տեսնենք։ Բայց լավ անցավ։ Միշտ։ Ակա։ Այս երևի առաջին դեպքն է, որ ես հիվանդ եմ ու ինքս պիտի ինձ խնամեմ։ Բայց մամայի սիրտը մի բան զգացել էր, որ հետս նանա էր ուղարկել։ Այս երազշած ջրի մեջ մնացել է մոտ 15 րոպե։ Հիմա կլցնենք այս շատ փոքր բաժակի մեջ։ Խնդրում եմ չթափվես։ Այսպես անեմ, որպեսզի պատկերացնեք ինչքան մեծ բաժակ է, հետո որ թուղուց եմ նվեր ստացել։ Բայ։ Մենք այսօր եկել ենք շատ գեղեցիկ վայր նկարահանումների։ Նոնա։ Ողջույններ տաքուկ միջավայրից։ Ողջույն։ Իհարկե երկուսս է զզվում եմ։ Այսօր նկարահանումներս ավարտեցի ուղիղ ժամը 6-ին։ Մի տեսակ դերասանուհու աշխատանքի նման չի էլի, ֆիքսված ժամը։ Փաստորեն էսպես էլ է լինում։ Բրթեքանը գցեք սերիալից դուրս, տենց վատ է։ Այս երկու քույրն են միայն։ Իրականում այս սրանք են ստորը, իմ անունն է դուրս եկել։ Սա ինչ հարց էր։ Իհարկե դուր է գալիս։ ոչ։ Քեզ ասով խոսացրեց, պարտադիր ինան մեջ պիտի գցի, գիտես։ Չեմ կարողանում առանց քեզ։ Չաչելի է։ Լավ, իրականում իհարկե դուր է գալիս, որովհետև ես իմ կերտած չեմ սիրում այդ բառը։ Ես այն կերպարները, որոնք որ ես մարմնավորում եմ, շատ սիրում եմ։ Ողջույն բոլորին, այսօր սերիալի Instagram-ի էջը մեզ մոտ է, կարող եք մեզ հարցեր տալ, մենք մաքսիմալ անկեղծ կպատասխանենք։ Հիմա ես անտառում եմ ու լրիվ մենակ եմ, Սոնուշնի գրուպան չգիտեմ որ կողմա գնացել։ Ու հիմա գնում եմ իրանց խնդրելու։ Հիմա ինչ եմ ուզում հարցնեմ, որ